Հայաստանի բանկերի միությունը երկրորդ համաժողովն այս անգամ որոշեց անցկացնել Սյունիքում։ Հանրապետության գրեթե բոլոր 17 բանկերից աշխատակիցներ էին ժամանել Կապան, ինչպես նաև էկոնոմիկայի փոխնախարարը, կենտրոնական բանկի ղեկավարը, մարզային ու համայնքային իշխանությունների ու բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։ Սյունիքի հնարավորություններին ու հեռանկարներին նվիրված համաժողովից առաջ էքսպո էր կազմակերպվել։ Բացումը ազդարարեց բանկերի միության նախագահը ընդգծելով այս ձևաչափով քննարկումների շարք են սկսել եւ կլինեն բոլոր մարզերում։ Այս հանդիպումները ունեն մի քանի նպատակ։ Նախ եւ առաջ լսել բիզնեսին, նրանց նախաձեռնությունների առաջնահերթություններին եւ գիտություն ընդունելով նաեւ տալ խորհրդատվություն։ Մարզեր այցելությամբ մենք փորձում ենք պետական, ֆինանսական եւ ոչ ֆինանսական հատվածի ներկայացուցիչների հետ մեկ վայրում քննարկել ու բարձրաձայնված խնդիրների լուծումները գտնել, շեշտեց կենտրոնական բանկի նախագահը։ Ես կարծում եմ, որ մեր այսօրվա ամենամեծ խնդիրներից մեկը հենց գիտելիքի բացն է, որը համատեղ պիտի լրացնենք։ Այսինքն ֆինանսական հատվածը պիտի շատ լավ հասկանա իրական հատվածի խնդիրները, իրական հատվածն էլ պիտի ֆինանսական համակարգի երկխոսության միջոցով որոշակի լուծումներ գտնի իր համար։ Էքսպոյի ընթացքում շրջայց կազմակերպվեց, պաշտոնյաները առանձին բանտեցան բանկերի տաղավարներին, ակնկալելով լսել հաճախորդներին ներկայացվող շահավետ ու ճկուն առաջարկներ։ Դուք Ղափան մասնակցում։ Ես շատ հարուստ մարդ եմ, շատ հաջողակ։ Եկել եմ ձեր մոտ, ասում եմ, ուզում եմ իմ բանում կոմբինատում մեծ աշխատավարձ եմ ստանում, 3 միլիոն դրամ ամիսը աշխատավարձ եմ ստանում։ Կարաք ինձ օգնեք 300,000 դրամը, ես շատ լավ խնայեմ։ Թե ասել եք բերեք ավանդ դրեք։ Էքսպոյից հետո պանելային քննարկումներ անցկացվեցին, այստեղ խոսվեց Սյունիքի ներուժի հնարավորությունների ու հեռանկարների մասին։ Ըստ տեսակարար ԿՇՌ-ի մարզում տնտեսության հիմնական ամենաբարձր ցուցանիշը 16.5%-ը կազմում է արդյունաբերությունը, երկրորդ տեղում շինարարությունն է, ապա գյուղատնտեսությունը, մանրածախ առևտուրը, իսկ ամենացածրը ծառայությունների ոլորտինն է, որը մտահոգիչ է։ Սյունիքում շատ փող կա, հնարավորություն, գեղատեսիլ բնություն, բայց շատ ցածր մակարդակի սպասարկում։ Ի տարբերություն Կապանի, Գորիսն այդ առումով որակապես առաջատար է, նշեցին ներկաները, ինչու բիզնեսը զարգանալու մոտիվացիա չունի եւ ինչպես կարող են բանկերը օգնել այդ հարցում։ Մարզպետի աշխատակազմի ղեկավարը փորձեց ստեղծված իրավիճակի պատկերը ամփոփ ներկայացնել։ Սյունիքը հետաքրքիր է այն առումով, որ ամբողջությամբ չես կարա արկա իրավիճակ ինտերպրետացիա անես ողջ մարզի վրա, հա։ Կապանում կա այդ խնդիրը, Գորիսում չկա այդ խնդիրը, որտեվ ավանդաբար Գորիսում խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ չեն եղել ու միջին վիճակագրական Գորիսեցին, ճակերտավոր ստիպված է եղել մտածել, թե ոնց պիտի անի, որ իր բարեկեցությունը ապահովի։ Կամ ինչ կոպիտ է հնչում ասածս, բայց այդտեղ կա ճշմարտություն։ Կապանում, Քաջարանում, Մեղրիում այդպիսի խնդիր ավանդաբար չի եղել, որովհետև եղել են հսկա ձեռնարկություններ, նախկինում են եղել հսկա ձեռնարկություններ, հիմա էլ կա, այդ խնդիրը բարեկեցություն ապահովելու այնքան սուրճ չի արտահայտված, ինչպես Գորիսում ու Սիսիանում։ Փոքր եւ միջին բիզնեսի հիմնադիրները բանկային ոլորտի փորձառուներին ներկայացրին իրենց հաջողության պատմությունները, թե ինչպես են կարողացել վարկային միջոցներով զարգացնել բիզնեսը։ Ես կուզեի հասկանալ, ինչ խոչընդոտ կա, որ օրինակ բանկային համակարգը շատ ավելի ցածր տոկոսադրույքներով չի առաջարկում տեղական բիզնեսին, ուրեմն բիզնես գործունեություն ծավալելու համար։ Ես ինքս պատերազմից հետո բիզնես եմ հիմնադրել Գորիսում։ Գորիսի Մինա հյուրանոցի սեփականատերը խոսեց նոր հիմնած գյուղատնտեսական բիզնեսից, ռիսկերից ու խնդիրներից, որոնց բախվել է եւ այս ձևաչափով հանդիպումներից լուծման ակնկալիքներ ունի։ Պանելային երկրորդ քննարկումը վերաբերում էր պետական աջակցության ծրագրերին։ Համաժողովի մասնակիցները ողջունեցին նման ձևաչափով միջոցառումների անցկացումը, հենց այսպես կարելի է եռակողմ կապ ստեղծել պետության, բանկերի ու բիզնեսի միջև, ստեղծելով զարգացման հեռանկարներ։